Կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել են գործնական քայլերի երբ սպասել ու քանի որ դա ընդհանուր խաղաղության խաչմերուկի մի մասն է, այդ ընդհանուրի հետ կապված ինչ-որ զարգացումներ կան, ինչ կա։ Գիտեք, ամերիկյան պատվիրակություն վերջերս այցելել էր Հայաստան, Հայաստանի Հանրապետություն եւ քննարկումները սկսվել են եւ այդ քննարկումները կշարունակվեն։ Այս պայդրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Իհարկե, ես կարծում եմ, որ նաև խնդիրն է նա, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ադմինիստրացիան ակնհայտորեն շատ մեծ գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում հենց Թրամփ-Թրիփ ուղու օրակարգը գտնվում է, շարունակում է գտնվել եւ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մեծ բան կա, հետաքրքրություն կա, բայց այստեղ էլ այն դեպքը, որ էլի մեր բանն է նա, մեր ընկալումն է նա, որ օգոստոսի լույս 9-ի առավոտը նայում ենք էքսկավատոր ընդեղա, թե չէ, չկա էքսկավատորը, էս էլի ֆեյք հերթական, տեն չի աշխատում։ Այս process-ները արագը դանդաղնա առանց ընդհատումների, որտեղ այն ինչ որ փորձենք արագ անել, չի ստացվելու։ Պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների։ Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների։ Հիմա դրանից հետո մեկ քայլ առաջ որ արվել է, որն է եղել այդ քայլը, հնարավոր է ասել։ Քայլ առաջ չի արվել, եղել է process-ի շարունակություն, որովհետև քննարկումներ են սկսվել արդեն կոնկրետ բովանդակությունների վերաբերյալ եւ այլն եւ այդպես շարունակ։ Նախագծման շուրջ կոնկրետ հիմա մենք աշխատում ենք թե ով պետք է նախագիծ անի, ոնց պետք է նախագիծ անենք, ով պետք է ֆինանսա, որովհետեւ երկաթուղում պետք է նախագծվի, չէ։ Դա էլ է մեր մոտ օրինակ տուն կառուցելու մեր մեթոդը ո՞րն է եղել ավանդական։ Այդ թվում մեր տունը տենց ենք մենք կառուցում, այսինքն Հայաստանի տների, ես էլի ուզում եմ ասեմ, այս բաները որ ասում եմ, այդ ուրիշների մասին չէ, իմ մասին է, մեր մասին է, մեր տունը տենց ենք կառուցել, որոշել ենք տուն կառուցենք, ինչքան փող կա, հավաքեք, գնացինք քար ցեմենտ առանք, սկսեցինք քանդել, կառուցել, դել չեն կառուցում, պլանավորում են, նախագծում են, նախագիծը պետք է փորձաքննության նայել, տենաց պատուհանները ճիշտ տեղն ես դրել, որովհետև պարզվում է, որ պատուհանը նես տեղես դրել, որ ձմեռը շոկից ես խեղդվում, ամառը ցրտից սառում ես, այդ ամեն ինչը կամ